ինչ որ կատարվում է, ինչի համար որ հավաքվել ենք, կարծում եմ սա որևէ մեկի համար նորություն չէ, այսինքն ակնհայտ վախի դրսևորում են ընդամենը։ Եվ մենք ականատես ենք եղել այնպիսի կարմիր գծերի հատման, որ այլևս չենք էլ զարմանում։ Կապած եկեղեցու հետ, կապած մի քանի օր առաջ, երբ ազգային ժողովի նախագահը հայտարարում է, որ Ադրբեջանն է մեր անվտանգության երաշխավորը, միակողմանի առևտուր են իրականացնում, Ադրբեջանից ապրանք են ներկրում, դա ներկայացնում են որպես հաղթանակ։ Ուղի դրսևորումն է եւ կռիվ են տալիս Սամվել Կարապետյանի անվան հետ։ Բայց միևնույն է որևէ բան չի ստացվի։ Միևնույն է հաղթանակը անխուսափելի է եւ ուզում է անվան հետ կռիվ տան, ուզում է նկարների հետ կռիվ տան, որևէ բան դրանից չի փոխվելու։ Եվ ԿՊ-ին ընդամենը մեկ ավելի լավ խորհուրդ կարող եմ տալ։ Թող չտանջվեն այսքան։ Միանգամից օրենք ընդունեն, որ ընտրություններում պետք է հաղթի միայն ԿՊ-ն։ Դա ավելի կարճ ճանապարհ կլինի իրենց համար։ Եվ միասնությամբ անպայման հաղթանակ լինելու է։ Ամսի 11-ին ժամը 17:00-ին սիրելի ժողովուրդ, մենք ունենալու ենք միասնության հանրավակ ազատության հրապարակում։ Բաժանորդագրվեք Արմաթ մեդիայի ալիքներին սոցցանցերում, հետևեք մեզ նաև Armat Media AM կայքում։